Նորմալ է, որ Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանն իրար համբալով են դիմում։ Շատ վատ է, բայց մենք սիրում ենք Նիկոլ Փաշինյանին։ Չէ։ Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, որ ընդհանրապես Ռոբերտ Քոչարյան ու Նիկոլ Փաշինյանը անուններով չշեշտեմ, այլ եթե մեկս մյուսի մեջքի կայնացնենք, ամեն ինչ լավ կլինի մեր Հայաստանի Հանրապետությունում։ Այդքան բան։ Երկուսն էլ նույնն են, ճիշտ է։ Այսինքն համբալ են։ Երկուսն էլ համբալ են, իհարկե։ Չգիտեմ։ Նորմալ է, որ Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը Շատ նորմալ է։ Չէ, նորմալ չի, պետք է քաղաքակիրթ ձևի իրար վերաբերվեն, ով ոնց ում վերաբերվում է, բայց պետք չի անպատվել, չնայած Քոչարյանը համբալ է։ Չէ, նորմալ չի, բայց է շատ շտապում է։ Պատկերացրու նորմալ է, որտեղ երկուսն էլ համբալ են, մեկը մյուսին համբալ ասելը ճիշտ է, նրանք Ռոբերտ Քոչարյանը եւ Նիկոլ Փաշինյանը ոչ մեկը իրար այնքան չեն աջակցել այս 8 տարիներին, ինչքան իրանք, որովհետեւ դուք երևի հաջատեղյակ եք, որ բավականին նրանք վայր դնեին իրենց մանդատները, այդ խորհրդարանը դիցրվեր, մեզ այս հարցը մի չեն արել դա, որովհետեւ իրար նրանք նույն, այսպես ասած, նույն ծանրի կտավներն են։ Եվ շատ ցավալի կլինի, որ այդ երկուսն էլ ընտրվեն, շատ ցավալի կլինի։ նորմալ է, որ Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանն իրար համբալով են դիմում։ Ինչ ասեմ, երևի պետք է այդպես, մեկը խոսի, մյուսը պիտի խոսի, բնական է, որ այդպես պիտի լինի։ Նորմալ է, որ նման Չի գնար մեկը լրե, մեկը խոսի, մեկը լրե, չէ։ Հավասար չէ։ Ինչ ասում են, կարևորը վերջը լավն լինի։ Ես ճիշտ ասած չեմ ուզում պատասխանել, որովհետև այնքան բարդ հարց է ու խորանալու հարց է։ Իսկ դրա իրոք աշխատանք եմ շտապում, շատ բարդ հարց է։ Մենք այս վիճակում ենք արդեն անհնարին, նույնիսկ մտածել։ Դե Ռոբերտ Քոչարյանը եթե իր բերանից արտածել է համբալ բառը, դա համբալներից է սովորել ու համբալների դեմ է օգտագործել։ Ովքեր են համբալները։ Ովքեր են։ Ումից որ սովորել են։ ՔՊ-ականները, ովքեր քաղաքացիներին համբալով են դիմում։ Համբալը տեղով մեկ են։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, ես որպես Հայաստանի քաղաքացի, որպես սյունեցի, կասեմ, որ ինքը շատ լավ ինձ ճանաչում է, 4 անգամ փախուստի է դիմել իմ դիմացից, որպեսզի չպատասխանի, որ ինքը ապօրինի նախագահ Արմեն Սարգսյանին իր ասած դավաճան Սերժն է նշանակել եւ ինքը շնորհավորել է նրա պաշտոնը եւ օրինաչափ ճանաչել եւ անցել որպես ծաղրացու նենաստայա Շվեյցարի պալատում հիմա այս ծաղրացուն ինչ է խափում ժողովրդին այս ծաղրացուն երբ Լևոն Տեր-Պետրոսյանը 91 թվականին Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս 88 թվականին վնգստում էր Ղարաբաղ կոմիտեն անմահը մինչև Արցախի միացումը Հայաստանի հետ ու հետո գնաց 91-ին ճանաչ այս ամենը լավ գիտեր Նիկոլ Փաշինյանը ինչի մասին խոսում է այսօր բայց խափեց մեր զորքն ու զենքը տարավ միտումնավոր կոտորածի տվեց միտումնավոր ինքը լավ գիտեր եթե այդ զորքը հետ քաշվեր Հայաստանում լիներ հիմա իրա քաղաքական դիակի մասոնքներից ականջներ չէին գտնում հիմա ինքը կատարել է դավաճանի գործողություն ինքը սրբապիղծ է ինքը Ռուբեն Ռուբինյանի հետ տեսանյութը կա ես իմ ուղիղ եթերներում միշտ ցույց եմ տալիս Ռոբերտ Աբաջյանի նկարով այդ դուրս պրծուկը ով վերջերս եկեղեցականին ասում էր ստիպել եմ որ գնա զոհվածի նկարով ցույց անի ուրեմն նա դուրս պրծուկ այդ դուրս պրծուկը անձամբ 18 թվականին Գեղձ պապիկով Ռոբերտ Աբաջյանի նկարը շահարկելով զոհվածի ցույց է արել խափել ժողովրդին ու ներկայացնում էր այդ Գեղձ պապիկ վիժվածքը որ
Ռոբջան չգաս, կարմիր բերետավորները Օսմանյան զորքի են վերածված։ Հայազգի ջարդերն ու արտագաղթ են կազմակերպում Հայաստանում, չգաս։ Ու այս օր խապեբա, խարդախ, սրպապիղծ ազգի դավաճաներից բաղկացած խմբակը իր ջոկատավարով ուզում է մեզ սպառնա, որ եթե ինչ չընտրեք, խաղաղություն չի լինել։ Մեզ կոտորացի են տանում։ Ալիևի ամենաուժեղ զենքը ինքն է, ազգի դավաճանը։ Ազգի դավաճանը եթե չլինի, Ալիևը պամպերսով ման կգա։ Հայը Թուրքին մի հատ ապտակով լարել է իրենց պապեկան տարածքներից։ Նույնիսկ ռուսն է ասում, Գանձասարը, որ հազարական թվականներին է։ Իսկ այս սրբապիղծը, ով հիմա ասում է, մերը չի եղել Ղարաբաղը, բա որ մերը չի եղել։ Լավ, որ ասենք 5000 կվնգստատ է հիմնավորեք։ 3850 զոհ, ինչի տարար զոհաբերեցիր։ Ու նախորդ էր ասում, միջով պատերազմ ունենալու ենք 4000-ի կարգի պլյուս մինուս 10 մեշոք զոհ ավել, 10 մեշոք զոհ պակաս, 50 ավել, 100 ավել։ Նախորդ էր ասում զոհերի թիվը։ Նման սրբապիղծը օր առաջ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։ Իրավունք չունի ընտրությունների մասնակցելու եւ ցմահ ազատազրկման պետք է ենթարկվի։